Այո, կողջունեմ ձեզի հարգելի հայրենակիցներ, ինչպես միշտ կուզեի փոխանցեմ ձեզի, որ այո, մենք պիտի նայենք այսօր ինչ ըրավ մեր Արևմտյան Հայաստանի նախագահան իրեն հազգի համար, որբեսի իրեն հազգը ուժեղացնեն, իրեն հազգը արդեն ավելի լավ զգա, իրեն ազգը ավելի պինդ զգա, որբեսի կարողանա բոլոր սարսանքները, մրդարվերները, որ կսպասեն մեզի, անպայման դիմանանք։ Հիմա մենք այսօր պիտի անդրադառնանք կարևոր հարցերու վրա, անշուշտ պիտի խոսենք ընդհանուր այսօրվան ինչ աշխատանքներ ըրավ մեր Արևմտյան Հայաստանի նախագահ եւ պիտի ներկայացնենք տարբեր հարցերը կապված ընդհանուր վիճակին հետ։ Ես կուզեի ձեզի ասեմ, որ մեր թեման պիտի ուղղակի կապենք մեր փնիկության հետ սկիզբը։ Ինչու համար։ Մենք ինչ հասկացանք, որ խնդիր ունենք մեր ընդհանուր կարգավիճակին հետ կապված։ Ասենք թե օտարության մեջ, նույնիսկ հայկական համայնքներուն մեջ շատ անգամ մեզի կներկայացնեն որպես հանհայրենիք ժողովուրդ։ Շատ անգամ մեզի կներկայացնեն նշելով, որ մենք բացի միություն ունենանք կամ մասնավորապես մաքսիմալ ամենեն շատ մենք ունենանք կազմակերպության կարգավիճակը, մենք այդպեսով ուրիշ ճանապարհ չունենք։ Ասենք թե այդքան մնաց մի երևույթ բանենք, այդպես կներկայացնեն, իբր թե որ մենք ուրիշ նույնիսկ պատմություն չունենք եւ ինչպես որ կկատարվի հիմա Երևանյան Հայաստանի ներս նույնպես կկատարվել է այդպես օտարության մեջ, որ հայերը փամը չեն ներկայացնել, բացի միությունը, բացի փոքրամասնությունը, ամենից շատ փոքրամասնություն, օրինակ Սուրիո մեջ, բացի ուրիշ տեսակ, ասենք թե ամանքի կարգավիճակը։ Հիմա մեզի պես ազգը, որ ինչպես որ գիտեք, շատ հին ազգն է, ինչ որ հիմա շատերը արդեն ոևէ չափով չեն գիտեր ինչի իման վրա գխոսին 400 տարվա պատմության մասին կամ 5 բացի անշուշտ նորեն գսեմ Երևանյան Հայաստանի ներս, որ իրենց համար արդեն հայոց պատմություն չկա, գա Հայաստանի պատմություն, որը սկսել է 1991-ին։ Պատկերացնեք ինչ խաղերի մեջ ենք հիմա, այդպես կանանք ասել, բայց չէ կարևոր, կարևոր է ինչու համար մեզի հանհայրենիքի պես կներկայացնեն, հանհայրենիք ժողովրդի պես կներկայացնեն, ինչու համար անընդհատ կսեն մեզի, որ մենք բացի համանքի կարգավիճակը կամ չեմ գիտեր միության կարգավիճակը մենք չենք գնար ուրիշ կարգավիճակներ ունենալ եւ նույնիսկ այդ խոսքերը կան մեր հայրենասեր մեր հայրենակիցներուն կողմեն մեր հայրենակիցներն են որ մեզի այդպես կներկայացնեն ասենք թե մեր ամանքներուն կամ կազմակերպություններուն անդամները մեզի այդպես կներկայացնեն, բայց ինչպես կրնալար, որ դուք ցեզի կներկայացնեք որպես Արևմտյան Հայաստանի կամ քաղաքացի կամ բնիկ ինչպես, ասենք թե ամեն ինչ արված է, որ լրիվ մենք գոյություն չունենանք եւ արդեն սա է սինիսմը կպատկերացնեք այդ սինիսմը որտեղ են եկավ,
որ արդեն օդարները չեն կամ թուրքերը չեն կամ չեմ գիտեր հով չեն, որ մեզի այդպես մեր դեմը անտես կան, սա մեր ներսից կուկա։ Մեր ներսեն գա անձեր, որ ամեն ինչ գնեն եւ ամեն օր գնեն, ամեն ինչ եւ ամեն օր, որ Արևմտյան Հայաստանի հայերը, ինչպես Արցախի հայերը, գոյություն չունեն եւ ինչ որ կկատարվի Երևանյան Հայաստանի ներս, նույնպես ալ կկատարվի Արևմտյան Հայաստանի հետ կապված, ասենք թե չի կրնա բադայ, որ այդ տեսակ հայերը գոյություն ունենան։ Հիմա անշուշտ այդպես չէ իրականության, որովհետև մեր հայության մեջ մեր ժառանգությունը շատ առուժ ժառանգություն մնե եւ մենք ունենք բազմաթիվ հնարավորությունները մեր ինքնությունը որպես Արևմտյան Հայաստանի հայ պաշտպանելու զարգանալու նույնիսկ այո եւ անշուշտ կապված է մեր ինքնությունը կապված է մեր մշակույթի հետ, մեր ավանդական գիտելիքներուն հետ, մեր ամեն ինչի հետ, որ դարիներ, հազարամյակ դարիների վեր մենք կտանենք եւ կպահպանենք, ասենք թե այդ բոլոր անցակորձություններու դիմաց։ Այստեղ ալ երբ գխոսենք անցակորձություններու մասին, նորեն գսեմ մեր հեությունը եւ մեր հինգությունը ճղտելու անցակորձությունն է եւ շատ անգամ մեր հեությունը եւ ինքնությունը ճղտելու գուկա իմա գուկա մեր ներսից մեր հայրենակիցներու կողմեն որ չեն ուզում նույնիսկ որ մենք գոյություն ունենանք անշուշտ ամեն ինչ իրենց ուզածով չի, վստակ է, բայց այդ վիճակը գա և մենք պետք է խոսենք այդ վիճակի մասին, իրականության նույնիսկ Երևանյան Հայաստանի ներս այսօր մեծ մաս մշակույթը Արևմտյան Հայաստանից եկած մշակույթն է, բարերը, հիմա հայեցեք ինչ կա հետաքրքիր, իմ ընկերս Գագիկ Կինոսյանն էր և Գարինի բարախումբի ղեկավարներ եւ ինքը զարգացավ ուժեղացավ ավանդական բարերը, ռազմական բարերը, սարերու բարերը եւ այդ ցևով ինքը զարգացավ այդ ասենք թե ցույց տվավ որ այդ բարերը գոյություն ունեն եւ դասավանդեցավ այդ բարերը եւ բավական բազմաթիվ եւ Հայաստանի Երևանյան Հայաստանի ներս եւ ամենտեղ աշակերտներ ունեցավ բայց ինչու համար Գագիկ Կինոսյանը ինչու համար գուզեր որ անպայման այդ տեսակ ռազմական բարերը վերականգնենք մեր մշակույթի մեջ որովհետեւ ինքը հասկացավ որ այդ ռազմական բարերու միջոցով դաստիարակելով մեր երիտասարդություն այդ ռազմական հոգեբանությունը կպահպանվի բարերու միջոցով բարերու սովորելու միջոցով եւ շատ խոսեցանք միասին այդ մասին ինքն ալ գուզեր որ անպայման հայ ճամփայի հայկական մարտարվեստի Թասերդայի ավելի ասենք թե ասարակության մեջ, բայց ընդհանրապես ինչպես որ գիտեք հիմա հայ ճամփան հողված է ավելի շատ մարտական ասենք թե զինվորական ասենք որպես զինվորական կորզիկը դղաները պատրաստելու համար բայց ինքն շատ կիսեցինք այդ մասին եւ շատ կուզեր որ ավելի լայն ձևով դասավանդենք հայ ճամփան հայկական մարտարվեստը մենք ինչ էր մեր խնդիրը ինչ էր մեր միտքը այդ ավանդական գիտելիքները փոխանցենք մեր
հասարակության, որովհետեւ մեր հասարակությունը ոչ մենակ առողջ մնա, մեր հասարակությունը ուժեղ լինա, մեր հասարակությունը հասկանա այդ տեխնիկական շարժումներու միջոցով ուժերը քաշել, ուժերը միավորել եւ ինքը արդեն զարգանալ այդ ուժերու ներսը։ Հիմա այստեղ ալ կարևոր կետ մը գա, որ պետք է անդրադառնանք։ Մենք ինչու ուզենք առողջ ազգ ունենալ։ Ինչու համար։ Այստեղ է մեր բնիկության կարևոր կետը, որովհետև մենք ամենեն լավը կուզենք մեր ազգի համար։ Մենք գիտենք մեր ազգը ինչ դժվարությունները կանցնի, մենք գիտենք ինչ վնասները ստացանք, մենք գիտենք մեր պատմությունը եւ այդ կողմեն պետք է իմանանք, որ ոչ մի օդարը չի գտնա մեզի բացատրել ինչ եղել է մեր պատմության մեջ, ինչպես անցավ, մենք արդեն շատոնց է, որ մեր պատմությունը շատ լավ գիտենք, մանրամասներով լավ գիտենք, ամեն ինչ մենք ուսումնասիրեցինք եւ բավական հնարավորություններ կան մինչեւ հիմա այդ ամեն ինչ ուսումնասիրելու, մինչեւ մեր բարեր ու շարժումներու բացատրություններ։ Ասել ինչու պիտի շարժվենք մի ցևով եւ ոչ ուրիշ ցևով, ինչու պիտի առաջ գնանք եւ հետ գնանք, ինչու գողքից չենք անցնելու։ Ուրեմն ասեմ, որ այդ շարժումներուն մեջ հadoop կոդաներ կան, հadoop բացատրություններ կան, որ պետք է մեր հասարակությունը հասկանա։ Անշուշտ մեկ մաս գաղտնի է։ Ճիշտ է, մեկ մաս գաղտնի է եւ մենք խնդիր չունենք բայելու եւ այդ գաղտնիություն, բայց մեկ մասը պետք է բացահայտվի, որովհետեւ մեր հասարակությունը եւ մեր երիտասարդությունը այդ դաստիարակությունը ստանա, այդ ուժը ստանա, այդ ուժը չի ստանալու ուրիշ ձևով։ Հիմա մենք կրնանք հասկանալ, բավական տարիքով մարդիկ ենք եւ մենք կրնանք հասկանալ ինչու պետք է առողջ մնանք, ինչ իմամ վրա պետք է առողջ մնանք, ասենք թե մեր կյանքը զարգանալու համար, ուժեղացնելու համար եւ մեր ազգը ասենք թե միշտ ոտքի տնելու համար եւ այդ իմաստով մենք պետք է ունենանք ընտանիք, այդ ընտանիքի միջոցով մենք զարգանանք, բազմանանք եւ ավելի հայ ունենանք այս աշխարհում մեջ։ Բայց մեր ավանդույթները, որոնք երբ կխոսենք բնիկության մասին, մենք կխոսենք մեր ավանդույթներու մասին, մենք կխոսենք մեր ավանդական գիտելիքներու մասին, այդ ամեն ինչը, որ մեզի ուժ բերավ հազարամյա տարիներ ի վեր։ Եվ այդ իմաստով անոնք որ ամեն ինչ գնեն մինչև հիմա, որովհետեւ չի գա Արմենիան Հայաստանը, գա պատմական Հայաստանը եւ մենք իրական Հայաստանն ենք եւ մյուսները իրական չեն, ասենք թե մյուսները գոյություն, իբր թե մենք գոյություն չունենք։ Շատ սխալ է, որովհետեւ մենք գոյություն ունենք եւ մենք ենք որ կբայենք, կպաշտպանենք եւ կբայենք այդ գիտելիքները, որ մոռացել են, որ անոնք մոռացել են այդ դեսակ գազམ་ակերպությունները կամ քաղաքական ուժերը եւ կանտրաստանան քաղաքական ուժերու մասին կպատկերացնեք, որ մեր կարգավիճակը բնիկ չէ, ասենք թե մենք պիտի ունենայինք, ասենք թե մի քանի կուսակցություններ եւ մենք այդ կուսակցություններուց վեր մենք չենք գնար ապրել, չենք գնար շնչել, չենք գնար գոյատևել։ Ինչ կնշանակե սա։ Իսկ ինչու մենք պիտի գուսակցական ցևով ապրենք։ Ինչու համար։ Ասենք թե ինչ օգուտ է մեր ազգի համար, որ մեզի բաժնվենք։ Պետք է ուսումնասիրենք սա։ Ինչու պետք է մի քանի կուսակցություններով, նույնիսկ Արմենիան Հայաստանի հայության մասին է խոսքը, մի քանի կուսակցություններ ունենան եւ ինչու համար անոնք այդ կուսակցություններով պետք է ապրեն։ Ասենք երբ գույշեմ հիմա երբ Ալեպ պետք է գնայի, որովհետեւ օգնեմ այնտեղ մեր դղաները պատրաստելու համար, զանգեցի մեկ օքից, որ Ալեպ կպնագեր,
մեկը դոկտորը եւ իրենսի եղբայր պետք է կամ եւ ինչպես որ պայմանավորված է պետք է աշխատանքներ դանեն մեր դղաները պատրաստելու գիտեք ինչ պատասխանեց ինձ բայց նախ պիտի առաջնորդարան անցնես պիտի առաջնորդարան գաս եւ անժամանակ խոսենք ասեցի ես որպես զինվորական ինչ գործ ունիմ առաջնորդարանի հետ կապված ասենք խնդիրը է որ արդեն պայմանավորված էր որ ես գամ այդ դղայի այդ անձի միջոցով եւ դղաները արդեն միավորեն ինչ գործ ունի առաջնորդարան այստեղ կասկնակ եթե ամեն ինչ մենք գխառնենք այդպես ադոր համար է որ ոչ մի բան չի ստացվելու եւ ադոր համար է որ արեմեդյան Հայաստանիներ մենք այդպես չենք աշխատելու եւ մեր քաղաքականությունը ըստագ է եւ հիմնավորված է մեր փնիկության վրա եւ մենք չենք անցնելու ոչ մի առաջնորդարաներու միջոցով կամ կուսակցություններու միջոցով կամ չեմ գիտեր ինչի միջոցով ովևէ առաքելությունը իրականացնելու համար այդպես չի եւ այդպես չի լինելու ադոր համար շատ անգամ անշուշտ Գռնակ ասել, բայց եթե չեք ընդունել ընդանուր այս վիճակները, անշուշտ դժվար վիդելա ձեզի համար աշխատելու, սխալ է, դժվար չէ մեզի համար աշխատելու, առանց ընդունելով այդ դեսակ, ասենք թե վիճակները, որ ոչ մի կապ չունին եւ ոչ մի օգուտ չեն մեր ընդանուր ազգի։ Ադոր համար կուզեմ ասեմ, որ Արեմեդյան Հայաստանի քաղաքականությունը հիմնավորված բնիկության վրա ինքը պատմական իրականություն է։ Մենք խնդիր չունենք ապացուցելու մեր հազարամյա տարիներ պատմությունը, ընդհանրապես խնդիր չունենք։ Եվ եթե դուք կմտածեք, որ այդ պատմությունը ուրիշ ազգի պատմություն է, կսխալվեք։ Ասենք մենք գզգանք մեր մեջ, որ սա մեր պատմություն է, ադամեն ինչ մենք զարգացավ եւ ուժեղացավ Արցախում, անալ պետք է հաշվի առնել։ Դուք անշուշտ կրնա բադեր, որ հնարավորություն չունեցաք Արցախ գնալ, հնարավորություն չունեցաք ասենք անժամանակ ախտանակը դուքալ ուղագի զգալ ձեր մարմինի մեջ հնարավորություն չունեցաք շնչել այս աշխարհում, Արցախի աշխարհում, որ մեզի համար շատ կարևոր էր եւ շատ սնվեց մեզի սնվեց։ Բայց մենք այստեղ ենք ձեզի բացատրելու, մենք այստեղ ենք ձեզի ներկայացնելու, ինչքան կարևոր է այդ բնիկությունը մեր ընդանուր քաղաքականության մեջ։ Պետք է հաշվի առնենք, որ մենք շատ աղբյուրներ ունենք ապացուցելու մեր բնիկությունը, ասորիական աղբյուրներ կան, Ուրարտուի ունական աղբյուրներ կան, Ռոմանիայի աղբյուրներ կան, մեր օտարներուն մեջ շատ աղբյուրներ կան մեր բնիկությունը ապացուցելու համար։ Եվ մեր հին պատմությունը, անշուշտ։ Մենք ալ ունենք նույնիսկ դուք ալ գիտեք, որ մեր ազգը ճանաչված էր Օսմանյան կայսրության մեջ որպես միլիետ։ Այստեղ կարևոր կարգավիճակ մներ անժամանակ որպես միլիետ, որպես մեծ, ասենք ազգի պես միլիետ թարգմանությունը ազգ է։ Եվ կա բազմաթիվ քարտեզներ եւ նույնիսկ դիվանագիտական զեկույցներ մեր մասին, մեր ասենք ընդհանրապես մենք որպես Արեմեդյան Հայաստանի հայ ընդհանրապես մենք խնդիր չունենք ապացուցելու մեր պատմություն, մեր հին պատմությունը եւ այդ պատմությունը, որ այստեղ ալ շատ կարեւոր է, շարունակականն է։ Ասենք մինակ չէ, որպես Արեմեդյան Հայաստանի պետություն շարունակական պետությունն է 1920-ի Հայաստանը, չէ։ Մենք ալ որպես ազգ շարունակական ազգ ենք եւ մենք մեր ազգը չի փոխվեց, ասենք անշուշտ ցեղասպանություն ունեցավ, բայց չի նշանակե որ մենք այսօր
որպես ցեղասպանից բրգված ազգ մենք գոյություն չունենք, մենք գոյություն ունենք եւ կշարունակենք մենք այդպեսով մեր ազգի ինքնությունը, մեր ազգի մշակույթը, մեր ազգի գրթությունը եւ այլն ամեն ինչ մենք կշարունակենք եւ հնարավոր նայեցեք ինչքան հետաքրքիր է մենք հնարավորություն ունենք շարունակելու որովհետեւ ունենք այդ գիտելիքները շարունակելու համար Ինչ կնշանակե վերջնականապես փնիկ լալը, որպես փնիկ ազգ, փնիկ կնշանակե, որ մենք նույնիսկ եթե մեր դարածքը այսօր Արցախի մասին է խոսքը կամ Արևմտյան Հայաստանի, կամ ինչու՞ չէ Արևելյան Հայաստանի, եթե մեր դարածքները օկուպացված են, ուրիշ ռեժիմ, նայեցեք ինչպես կնշեմ, ուրիշ ռեժիմներու միջոցով ռեժիմի մասին է խոսքը, եթե օկուպացված են, չի նշանակի, որ մենք գոյություն չունեինք, մինչև որ այդ ռեժիմը նստած է մեր դարածքի վրա։ Մենք գոյություն ունեինք, մինչև որ այդ ռեժիմները նստեցին մեր դարածքի վրա։ Մենք ունենք լեզվի, մշակույթի, ինչպես որ ասի, նույնիսկ նալ կրնանք ասել գրոնի եւ ասարակական շարունակական գապը մեր անցյալ, մեր ծնողներուն հետ, մեր ընտանիքներուն հետ, մեր ծնողներուն հետ, ոչ մի գապ այդ կողմեն չի կտրեցավ։ Արևմտյան Հայաստանի հայության մասին է խոսքը, նորեն։ Մենք ունենք հատուկ հոգի եւ հատուկ հոգևոր գապը մեր դարածքի հետ եթե հայը եթե չունի եթե մեկը որ ինքը կներկայացնի որպես հայ եթե այդ հոգևոր գաբը իր դարածքին հետ իր հայրենիքի հետ չունի իր բնօրյանին հետ չունի գներեք անշուշտ ինքը օտից կախված մեկ հոգի մնե որ կրնա նույնիսկ ասել որ անհայրենիք մեկ է Այո, անհայրենիք մեկ է, բայց Արևմտյան Հայաստանի հայը ինքը այդպես ինքը չի ներկայացնում, ինքը իր բնօրյանին հետ կապը ինքը շատ լավ կասկնա։ Եվ ունենք այսօր ինչպես որ տեսնակ մեզի ճանաչման, ինքնաճանաչման հնարավորություններ Տեսեք, ինքնագոչ, ինքնաճանաչման եւ այլն, բայց շատ կարեւոր է, որ մենք մեզի ճանաչենք։ Եթե մենք նայեցեք Երևանյան Հայաստանում իրենց համար Արևմտյան Հայաստանի հայություն չի գա եւ մենք այդ գաբը սենտե այդ ինքնաճանաչմանի եւ այդ շարունակական զգացումները չունին իբր թե հարցնանք Արցախի հայության եթե անում չունին այդ ինքնաճանաչմանը կամ ինքնա զգացումները կապված իրեն դարածքի հետ, իրեն հայրենիքի հետ ունին գրնապադայր որ երեք մեզի պես երեք սերունդից հետո շատ բան կրնա փոխվել։ Կրնա բադայ, բայց մենք որ այդ փորձը ունենք մենք, այդ փորձը չկիսենք իրենց հետ, որովհետեւ անոնք պաշտպանեն եւ զարգացնեն իրենց ինքնությունը։ Գնենք։ Մենք գոյություն ունենք մինչև որ թուրքական ռեժիմը նստել է մեր դարածքի վրա։ Այդ թուրքական ռեժիմը ստեղծվեց Գանվոր գսեն 1923-ը, ես գսեմ 1920 երականության, բայց մեր գոյությունը շատ ավելի անցյալ է, քան թե թուրքական ռեժիմի։ Մենք խնդիր չունենք այդ կողմեն ապացուցելու, որ մենք շատ ավելի հին ենք մեր դարածքի վրա, քան թե որևէ ուրիշ կամ ռեժիմը կամ փոքրամասնություն կամ չգիտեր ինչ։ Ինչ կատարվեցավ, որ այո,
այդ փոքրամասնությունները որ եկան, այդ ռեժիմները եւ փոքրամասնությունները որ եկան մեր դարաշքի վրա նոր եկածները, նոր եկողները փորձեցին ցեղասպանել մեզի, մեր ոչ մենակ մեր դարաշները, մեր ժառանգությունը, մեր առուստությունը թալանելու, փորձեցին նույնիսկ մեր ինքնությունն ովևէ չափով, մշակույթի մասին է խոսքը, նորեն շատ անգամ գսեմ եւ նորեն կկրկնեմ, այո ճիշտ է, որ նույնիսկ այսօրվան գոչված, ասենք թե օկուպացված Արևմտյան Հայաստանի թուրքական ռեժիմի կողմեն մեր մշակույթը վերցրեցին եւ կշարունակեն մեր մշակույթով ապրելու չեմ խոսի հիմա ամիջապես DNA-ի ստուգման հետ կապված, որովհետեւ արդեն մեծ շարժումն է եւ մեծ պայթունները կսկսին իրենց մեջ, որովհետեւ անոնք չէին պատկերացնում, որ հայկական արմատներ ունին։ Բայց ադալ լդակրքիր է եւ թողեր տա եւ թող շարունակվի եւ պիտի տեսնան ինչքան հայկականությունը նորեն կյանք ունի այսօրվա այս ժողովուրդներու մեջ։ Շատ լդակրքիր է, մենք անդրադառնանք ենք անշուշտ այդ հարցով։ Ցեղասպանությունը կատարվեցավ ուզած չուզած հիմա Բարոն Վենսը գնշը, չինշը, ասենք թե սա արդեն մենք կրնանք անշուշտ դարաձել ներկայացնել իրեն դիրքորոշումը մեր ցեղասպանության հետ կապված, բայց մեզի համար այդքան կարևորություն չեն տալ, որպես Արևմտյան Հայաստանի նախագահ, այդքան կարևորություն չեմ տալ, որովհետև գիտեմ ինչ տեսակ ռեժիմներ կան, դեղյակ են, դուք արդեն եթե գնայիք Էցպինի վերջին ֆայլերը, ասենք թե դերեկությունները, որ կթափեն դուրս կհանեն, կտեսնաք, որ ցեղասպանությունը նույնիսկ շարունակվեցավ այդ ձևով, ասենք թե մեր երեխեքները կդանեին իրենց մոտ, հասկանաք ինչ կուզեմ ասեմ, եւ չի հաշված մնացած անձակորձությունները, ասենք թե ինչպես որ սկսել են 1894-ից մինչև Արցախը կշարունակեն եւ պիտի շարունակեն շատ անգամ ձեզ եսի անցակորձ ուժերը գոյություն ունին եւ երևա որ չուզեցաք ինձ ճիշտ հասկանալ, բայց այդ անցակորձ ուժերը մինչև այսօր այդ գոյություն ունին։ Չի նայեք, որ այդ ինչ որ հիմա կկատարվի կփակի խնդիրը, այդ խնդիրը այդպես չի փակվելու։ Եվ մենք այդ մեր ցեղասպանություն եւ ցեղասպանության հետևանքները մենք պիտի ավելի բացատրենք, ներկայացնենք, մանրամասները ներկայացնենք եւ ունենք ադանավորությունները ներկայացնելու, ինչ տեսակ անձակորձություններ կատարվեցին մեր երեխաներու անտեր։ Մեր վերցնենք մեր դիգիններու անտեր, վերցնենք մեր աղջիկներու անտեր, ինչ ըրին, ինչ պիսուտ, բոլոր պիսությունները ըրին։ Կպատկերացնեք եւ այսօր երբ մենք կխոսենք զբտյալ հայերու մասին, կամ կխոսենք քուրդերու մասին, իրենց ընտանիքները մեծ մասը հայկական արմատներով ընտանիքներն են հիմա։ Այդ վնասներու, այդ անձակորձություններու իման վրա մեծ մասը մեր հայկական արմատներով ընտանիքներն են, կպատկերացնեք, հիմա մենք այդ ամեն ինչի դիմաց, այդ ընտանիքներուն, այդ երեխաներուն դիմաց, մենք չի ընդունենք, որ սա մեր զավակներն են, հարց մանենք, կրնակ պատասխանեք, բայց ես որպես Արևմտյան Հայաստանի նախագահ, ես ուրիշ ճանապարհ չունիմ, ես պիտի ընդունեմ, որ
այդ բոլոր երեխաները մեր զավակներն են, մեր ազգի զավակներն են, եւ մեր ինքնության, մշակույթը, ավանդական գիտելիքներով եւ այլն, մենք իրենց պիտի փորձենք կոնե վերագայնենք մեր ազգը, Արևմտյան Հայաստանի հայության։ Եվ դուք ալ գիտեք, որ ամեն ինչը անժամկետն է։ Մենք ժամկետ ալ չկա, այստեղ ասելով մեկ դարի պիտի փորձենք, երկրորդ դարի չենք գնալու։ Սա ծրագիր է, լուրջ ծրագիր է մեր ազգը վերագայնելու համար, կապ չունի այստեղ Երևանյան իշխանությունները կամ Երևանյան Հայաստանում ինչ են որոշում, ասել այստեղ դա կրկիր խնդիր մտա, որ պետք է խոսենք, ինչպես որ գրնաբադայել, որ մի քանի հայությունը անդե է, Երևանյան Հայաստանի մասին է խոսքը, գրնան որոշել ամբողջ հայ ազգի համար։ Այստեղ սխալ բան կա, եւ չի լինելու այդպես, ոչ մենակ սխալ է, չի լինելու։ Հիմա եթե լավ հասկացանք, ինչ որ կապված էր Արևմտյան Հայաստանին հետ, ովևէ չափով անձնել են, Արցախը անձնել են, Նախիջևանը անձնել են, նոր իբր թե Նախիջևանի կարգավիճակը չի հիմնավորված Քարսի պայմանագրի իման վրա, բայց Քարսի պայմանագրի ինչ օգուտ է կամ ինչ կապ ունի մեզի հետ։ Նախիջևանը մեզի կպատկանի, մեր 1920 Հայաստան, Միացյալ Հայաստանի պետության կպատկանի եւ մենք չենք հրաժարվելու Նախիջևանի մասին, ինչպես որ չենք հրաժարվելու Արցախի մասին, որը հիմա Երևանյան մի քանի օքի Երևանի մեջ հրաժարվեցին Արցախի, հրաժարվեցին Նախիջևանի, հրաժարվեցին Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի կամ հրաժարվեցին ամեն ինչի, ինչ կապ ունի մեզի հետ, ինչ կուզեն տողանեն, մեզ հետ կապ չունի, մենք չենք հրաժարվելու եւ մենք իրենց դիրքորոշումն չենք ընդունելու եւ մենք կսենք իրենց, բայց դուք մենակ գոյություն ունիք դե ֆակտո օրինական պետություն չեք եւ չեք կրնար լինի մինչեւ որ մենք չճանաչենք ձեզի որպես դե յուրե պետություն եւ չենք ճանաչելու, որովհետեւ այս Հայաստանի սենտե Երևանյան Հայաստանը նույնիսկ սահմաններ չունի եւ դուք լավ գիտեք, որ այդ տրիպը ոչ մի իրականություն չի լինելու եւ ինչու համար այդպես ըրին, որովհետեւ իբր թե հայտարարեն, որ Պարսկաստանին այդ սահմանը իրենցն է, բայց Պարսկաստանի այդ սահմանը իրենցը չէ, նորեն գսեմ 1920-ից Հայաստանից է, այո, չես կրնար շնորհքով ամեն ինչով ճիշտ եւ օգտվել ապրանքները, որ ուրիշին կպատկանին։ Հիմա գորոշես, որ ադաբրանքները կամ օդարներուն փոխանցես կամ տշնամիներուն փոխանցես, սա արդեն ուրիշ քաղաքականությունն է, բայց դու չես կրնար։ Ասենք թե սա քեզի չի պատկանի։ Գոբեդությունից չէ, Մեղլի սահմանը նորեն գսեմ 1920-ի Հայաստանի սահմանն է Բասկաստանին հետ։ Այստեղ կարևոր է որ իմանանք։ Անշուշտ հիմա մինչև այսօրս մի քանի այդ պետությունները, որ 1920 մեզի ճանաչեցին, այսօր դիվանագիտական հարաբերություններուն մեջ չենք, բայց չի նշանակի, որ մենք աշխատանք չունենք դանելու, որովհետեւ անոնք դիվանագիտական հարաբերությունների մեջ չլան։ Ադոր համար ես պատետը եւ ուշագիրը խրգեցի Ունաստանի, որովհետեւ դա կրկին է Ունաստանը մեկ պետություն մնե, որ վավերացեց նույնիսկ Սևրի դաշնագիրը։ Եվ մինչև հիմա Ունաստանը չի հրաժարվեց այդ պատասխանատվության եւ նույնիսկ կասկածի տակ չի դրավ
Եվ ինքնալս են թե Ունաստանը կապված է բավական սևրի տաշնագրի հետ։ Հիմա այստեղ ալ կապ չունի, եթե Ունաստանը ստորագրել է կամ վավերացնել է Լոզանի տաշնագիրը։ Ինչու մեկը մյուսին հետ կապ չունի, որովհետև Լոզանի տաշնագիրը ուրիշ տաշնագիր մնե կապված Թուրքիո հետ պատերազմը, որ ունեցել է 1920-ից ի վեր։ Այստեղ ալ պետք է մենք ճիշտ հասկանանք ընդհանուր վիճակը, որ Լոզանը, եթե մենք ընդհանրապես մեր անունը որպես Հայաստան, մեր անունը չի գա Լոզանի մեջ, եւ լավ է որ չի գա, որովհետեւ մեզի չի պատկանի այդ պայմանագիրը։ Ուղղակի մեզ հետ կապ չունի, բայց չի նշանակի, որ Լոզանը պիտի փակե Սևրի տաշնագրի ուժը կամ իրավանական հնարավորությունները չի փակելու, բայց մինչև այրուր տարվան մեջ մենք Սևրի տաշնագրի հետ կապված որևէ լուրջ աշխատանք մտչրենք, մենք որևէ կուսակցությունները կամ համայնքները երբեք չփորձեցին Սևրի տաշնագրի մեկ հատ օդվածը իրականացնելու, մեկ հատ օդված գետը իրականացնելու, չի փորձեցին։ Մենք գնենք, եթե անունք չեն ընել, մենք գնենք եւ պիտի շարունակենք գնելու։ Հատորամար այստեղ կարևոր է, որ դուք իմանաք, որ որպես Արևմտյան Հայաստանը մենք մեր պատասխանատվությունն է բոլոր արևան պետություններուն հետ հարաբերություններուն մեջ մտնելու, եթե մեր դաշնամիները չեն։ Եվ Հունաստանը այդ կարգավիճակ ունի մեր մոտ։ Եվ մենք չի հաշված, որ Հունաստանը ջանցավ մեր ցեղասպանությունը։ Սենտե կպատկերացնեք մեկ հատ պետությունը, մեր արևան պետությունը, որ այդքան մեզի հետ կապված այդքան կարևոր քայլեր արավ, մենք պաշտոնական հարաբերությունները չփորձեցինք վերականգնել իրեն հետ 100 տարվա մեջ։ Մենք ճիշտ ենք, չէ, մենք ճիշտ չենք, սխալ ենք։ Մենք պիտի պետականորեն աշխատանք կտանենք եւ անշուշտ կտանենք։ Եվ այդ իմաստով ես կուզեի շնորհակալություն հայտնեմ Արևմտյան Հայաստանի խորհրդարանի, որ այս շաբաթ օրենքի նախագիծը պիտի ներկայացնեն Պոնտուսի հույներու ցեղասպանության ճանաչման հետ կապված եւ ինձ համար շատ կարեւոր է այդ քայլը եւ մանավանդ որ այդ քայլը գուկա մեր խորհրդարանի կողմեն շատ կարեւոր է եւ անհրաժեշտ է եւ պետք է եւ քիչ ուշացանք եւ ներողություն կներկայացնեմ այդ իմաստով որ մենք քիչ ուշացանք, բայց այդ ժամկետը որ ուշացանք մենք պիտի շահենք նորեն եւ նորեն Հունաստանի պետության հետ հարաբերությունները վերականգնելու։ Պետք է այստեղ հասկանանք, որ եւ կխոսենք մեր բնիկության մասին, պետք է հասկանանք, որ մենք կխոսենք մեր ոչ մենակ ինքնաճանաչման։ Մենք կխոսենք մեր իրավունքներու մասին, այդ իրավունքները, որ արդեն ճանաչված են ՄԱԳ-ի 144 պետություններու կողմեն։ Այստեղ ալի շատ կարևոր է։ Եվ ինքնավորոշումը, որ նշված է բնիկներուն համար, մեր վրա ուժ ունի, եւ մենք ունենք մի քանի հատ ինքնավորոշման իրավունք։ Այո, ոչ մենակ մեկ հատ։ Մենք ունենք մշակույթի ինքնավորոշման իրավունքը։ Մենք ունենք դարաշքային ինքնավորոշման իրավունքը։ Մենք ունենք մեր համագարկի ինքնավորոշման իրավունքը։
Ասենք մենք չմտածենք, որ ինքնավորոշման իրավունքի մեջ մի կատ մի ցև մը գա։ Մենք դիվանագիտական ինքնավորոշման իրավունքն ունենք։ Կպատկերացնեք մենակ այդպես խոսելով առանց խոր ուսումնասիրելով 4 հատ ինքնավորոշման իրավունքի դրսակ ներկայացնեցի։ Մենք ունենք նալ մեր անվտանգության ինքնավորոշման իրավունքը ապահովելու։ Ադի մաստով, որպես Արևելյան Հայաստանի նախագահ, որոշեցի, որ մենք պաշտպանության խորհուրդ ստեղծենք։ Գուզեմ, որ դուք ալդերյագլակ, որ այդ խորհուրդը արդեն սկսել է աշխատել եւ պիտի ուժեղացնենք այդ խորհրդի հնարավորությունները։ Ադիմաստով քիսատ ինքնավորոշման մեջ չենք։ Մենք գրթության ինքնավորոշման իրավունք ունենք։ Եթե մենք ունենանք համապատասխան հնարավորություններ, մենք գստիացենք համապատասխան գրթությունը դասավանդելու ամեն ինչը մեր հայրենակիցներով։ Անշուշտ մենք ունենք ռազմավարություն եւ մեր բնիկությունը կմտնե մաս կկազմե այս ռազմավարության մեջ։ Եթե մենք կարգավիճակ կփնտրենք կամ ուրիշ կարգավիճակ կփնտրենք, այդ ուրիշ կարգավիճակը չի կրնա բերել մեզի ադանավորությունները, որ բնիկությունը այսօր մեզի կբերե։ Կրնակ, եթե գուզեք ձեզի ներկայացնել որպես գարոնական փոքրամասնություն, շատերը կուզեն, օրինակ Թուրքիո մեջ, շատերը կուզեն, որ հայերը գարոնական փոքրամասնություն լինեն, ասենք թե 20,000 կամ 50,000 հայերը բոլսում։ Բայց իրականության չէ սա։ Կներեք, իրականության չէ։ Իրականություն է, որ մենք որպես բնիկ խար օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում մի քանի տասնյակ միլիոն ենք այսօր։ Եվ մենք աշխատելու տեղ ունենք այստեղ, մտածելու, կազմակերպելու, մեզի աշխատելու տեղ ունենք եւ պիտի այդ աշխատանքները տանենք։ Մեր ազգը վերջացած ազգը չի, կապ չունի այստեղ ինչ կմտածեն Երևանյան իշխանությունները, որ երևում է, որ ես ապացուցեցի ցեզի, որ մեզի պես չեն կրնար մտածել եւ բացարձեցի ցեզի ինչու չեն կրնար մտածել։ Անոնք չունին այդ կապը մեր զգացումները մեր հայրենիքի հետ կապված չունին։ Անշուշտ պետք է որ խոսենք մեր ժառանգություն, որ մեր փափիկները, մեր ծնողները atkan ժառանգություն փոխանցել են մեզի եւ մենք այսօր դժվարություն ունենք մեր ժառանգություն պաշտպանելու, որովհետև մեր ժառանգություն կգտնվի օդար ուժերու մոտ, օդար ռեժիմներու մոտ եւ այդ օդար ռեժիմները կոչիչացնեն մեր ժառանգություն եւ մենք անշուշտ ունենք բաժիններ, ունենք նախարարությունն նույնիսկ, որ ամեն ինչ կնե մեր ժառանգությունը ասենք թե զեկույցներով, նկարներով, ամեն ինչով պաշտպանելու համար, բայց նույն ժամանակ այդ ռեժիմները, որ կխոսին, կներկայացնեն ձեզի, կքանդեն, կոչիչացնեն մեր ժառանգությունը։ Մենք այստեղ մեր խնդիրը ինչ է։ Մենք պիտի այդպես աշխատանք տանենք, որովհետեւ այդ ռեժիմները մատ չի կրնան տնել մեր ժառանգության վրա։ Ադոր համար ես կտիմեմ ամբողջ մեր հայրենակիցը աշխարհի հայությունը, որ այդ կողմեն ավելի խիստ լան։
մատը չեն տնեն մեր ժառանգության վրա եւ մենք որպես Արմենիան Հայաստանի հայ, որպես Արմենիան Հայաստանը հնարավորություն ունենանք մենք փրկել մեր ժառանգությունը բայց այդ բայկարը մեկ օքու բայկարը չէ ամբողջ ազգը պետք է ոտքի գայնե ամբողջ ազգը պետք է ոտքի գայնե մեր երեխաները փրկելու համար ամբողջ ազգը պետք է ոտքի գայնե մեր ժառանգությունը փրկելու համար ամբողջ ազգը պետք է ոտքի գայնե մեր գրթությունը պաշտպանելու համար մենք շատ գործեր ունենք անել միասին բայց անշուշտ պատրաստ եմ առաջնորդելու այդ ամեն ինչը պատրաստ եմ առաջնորդելու եւ գաբացուցեմ ամեն շաբաթ ինչ տեսակ աշխատանքներ կրնանք տանել այո Արմենիան Հայաստանի հայությունը բնիկ ազգ է եւ այդ բնիկ ազգը ինքը գհարգե միջազգային այդ օրենքները որ ընդունված է միջազգային ամանքի կողմեն եւ մենք պետք է չունենք ուրիշ օրենքները իրականության այդ օրենքները բնիկության հետ կապված գբավարարե մեզի մեր ամեն ինչ պաշտպանելու բայց գներեք նորեն գներեք բայց մեր ամանքները այսօր ինչով կսպանվին մենք նորեն գսեմ մենք մի քանի միլիոն ենք մեր աշխատանքը բացատրելն է բոլորին որ ամեն օր պետք է գրվենք մեր ժառանգության, մեր գրթության, մեր տարածքային, մեր ամեն ինչը ապահովելու համար, պաշտպանելու համար խորհրդարանը մեր մոտ, կառավարությունը մեր մոտ, ազգային խորհուրդը մեր մոտ, պաշտպանության խորհուրդը մեր մոտ, հասկանալի է։ Մենք այստեղ ենք, ասենք թե այդ մեր ընդհանուր ռազմավարությունը իրականացնելու։ Բայց ամեն ինչ որ գա, մեզի է կամ մեզի չէ։ Նորեն գսեմ ցեզի, մեզի է։ Եվ մենք գրնանք ապացուցել, որ մեզի է, ամեն ինչ մեզի է, ինչ որ կապված է Արմենիան Հայաստանի հայության, ամեն ինչ մեզի է, բայց մենք, այդպես մենք մեր ազգը ոտքի տնենք, որ մեր ազգը ճիշտ պատկերացնե, որ ունեցվածքը ովևէ չափով պետք է առողջ շարժումներ անենք ամեն ինչ ապահովելու համար։ Ինչ որ կապված է Ունաստանին հետ, այդ քայլը արդեն կարգավորված է եւ անշուշտ կսպասենք արձագանքները եւ անշուշտ ամեն ինչ պիտի անենք, որ դրականը լա ամեն ինչ, բայց դուք ալ կտեսնաք ես այս տարի խրգեցի բարոն Թրամփին բավական լուրջ պատետ եւ այդ պատետի արձագանքները հիմա Երևան դարաշրջանում բայց այդ պատետի այդ արձագանքները վերջացած չեն կտեսնաք որ նույնիսկ այդ թրիպը իրականության հնարավորություն չեն տնելու մինչև հիմա որ իրականացվի ուրեմն որ այստեղ ցև մնե ժամանակ շահելու իմ կարծիքով շատ լավ գիտեք ինչի համար է ամեն ինչ ես չեմ ուզեր անդրադառնամ այդ հարցով բայց մի քանի ամիսի պատմություն է արդեն ամեն ինչ շուտով մինչև ամառը հստակ կերևա ինչ տարբեր խաղերը իմաստը բայց մեր կողմեն Արմենիան Հայաստանի կողմեն չենք տոնելու վիճակը եւ մենք ամիջապես մենք համաձայն չենք որ մեր սահմանը
ուրիշին անձնվի, որտեղ գրված է եւ չեք գտնելու մեկ հատ տողատ մասին, որոշումն ալատ մասին, որ մենք ընդունենք այդ վիճակը, եւ մենք չենք ընդունելու։ Ինչքան որ ես նախագահ եմ Արևմտյան Հայաստանի, ես չեմ ընդունում, որ մեր սահմանները ուրիշի ինքնիշխանության տակ լինեն։ Ադալ հստակ է։ Այդ համար շատ կարևոր է, որ ճիշտ պատկերացնենք ինքնավորոշման հարցը տարբեր է եւ ինքնիշխանության հարցը այստեղ ալ տարբեր է։ Ինքնավորոշման հարցը հիմնավորված է միջազգային իրավունքներու իման վրա։ Ինքնիշխան հարցը հիմնավորված է մեր պետության իրավունքներու իման վրա, մեր ճանաչված պետության իրավունքներու իման վրա։ Եվ այդ իմաստով դուք պետք է ճիշտ պատկերացնեք ինչ աշխատանքներ կրնանք անել, ինչ միասին ամեն մեկ գաթիլով մենք մեր ձովը պիտի ստեղծենք։ Այս դեսակ եւ այս մակարդակի աշխատանք մի մտածեք, որ մենակ մեզ հետ կապված է, պետք է հասկանանք, որ մյուս ազգերն կամ ժողովուրդներն նույն խնդիրներ ունին։ Այստեղ ալ պետք է դուք իմանաք, որ մյուս ժողովուրդները նույն խնդիրներ ունին, իրենց ինքնիշխանությունը կամ իրենց ինքնորոշման իրավունքը իրականացնելու կամ պաշտպանելու համար։ Մենակ մենք չենք այդ վիճակի մեջ։ Եվ անոնք կան մյուս պետություններն ալ նույն խնդիրներ ունին, իրենց եթե վերցնում ենք Եվրոպայի տարբեր պետությունները, կգրնակ պատկերացնել այսօր ինչ դժվար վիճակներուն մեջն են, նույնիսկ իրենց ինքնությունը պաշտպանելու համար։ Այդ պետությունները, որ կպատկերացնեք հարգելիներս, այդ պետությունները, որ այսօր մշակույթն չունին։ Մշակույթ չունին, լեզու կրնան ունենան, բայց մշակույթ չունին, ինչպես պիտի անեն իրենց ինքնությունը, աբակա ինքնություն պաշտպանելու։ Բա Երևանյան Հայաստանը գուզեք, որ այդպես լինի, չէ, ճիշտ չի լինելու, չէ, որովհետև մենք ունենք, չէ, հնարավորությունները, ավելի շատ հնարավորություններ ունենք այդ ամեն ինչ պաշտպանելու համար։ Բայց հաշվի առնեք, այդ պետությունը ինչու համար իսլամը բերին օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքի վրա։ Իսլամը բերին մեր տարածքի վրա, գդրելու համար մեր ինքնությունը, գդրելու համար մեր հոգևորությունը, ուրիշ արժեքները բերելով, որ ընդհանրապես արժեքները ոչ մի կապ չունի տարածաշրջանի հետ, մեր լեռնային աշխարհը։ Բայց բերին եւ այդ ցեվով աշխատեցան տարիներ եւ տարիներ, դաստիարակեցին, յանիսերները ստեղծեցին, զինվորական դաստիարակությունով եւ իսլամով ստեղծեցին, գդրեցին այդ ընտանիքներու արմատները։ Դուք ալ տեղյակ եք հիմա։ Բայց նույն բան հիմա կկատարվի ամեն տեղ, մենակ Արևմտյան Հայաստանի մասին չէ խոսքը, Եվրոպայում անոնք որ գծուլվեն, ասենք դե ամանքները որ գծուլվեն, նույնիսկ հայերու մասին է խոսքը, որ գծուլվեն, եւ նույնիսկ կրնան ձուլվել այսօրվան Երևանյան Հայաստանի ներս։ Անոնք որ գծուլվեն, բա ինչպես են ձուլվում, կնշանակե, որ գերանան չէ մեկ արմատ են եւ գնդունին ուրիշ արմատ։ Կամ ոչ մի արմատ չեն ընդունում, բայց վերջի վերջո
դուք ալ գիտեք, որ բնությունը իր դեղը կնստի եւ ուրիշ արմատ պիտի ընդունին, ուրիշ պատմություն մը պիտի ընդունին, ուրիշ ժառանգություն մը պիտի ընդունին, որ ընդհանրապես հիմնականորեն կապ չունի իրենց հետ։ Մենք ինչ կրնանք ասել իրենց, at ընտանիքները որ գծուրվեն, մենք կրնանք ասել, որ հայկականությունը շատ ավելի կրնա օգնել ցեզի, շատ ավելի կրնա զարգացնել ցեզի, շատ ավելի առողջ հնարավորություններ ունի, որպեսզի դուք արդեն իսկական հայ զգաք։ Ասենք դեմ հայը լալը կնշանակի որակը, այդ որակը լալը եւ հնարավորություն ունիք, որովհետեւ դուք եղել եք այդպես առաջ եղել եք այդպես, ձուլվեցիք, բայց հնարավորություն ունիք վերականգնել ցեզի, վերականգնել ձեր ինքնությունը, վերականգնել ձեր ամեն ինչը, որ դուք ունեցել եք եւ ադիմաստով մենք չի պետք է զիջենք, մենք պետք է խոսենք այդպես մեր ընտանիքներուն հետ, մեր արմենիան հաստատի զավակներուն հետ, անոնք որ կձուլվեն, մենք այդպես պետք է իրենց բացատրենք, որ մենք կգրնանք զորացնել իրենց մեր հայի ինքնություն միջոցով, մեր հայրենասիրություն միջոցով, որովհետեւ անոնք ուժեղ զգան, լավ զգան եւ կարողանան շարունակել մեր ընդհանուր ազգը, արժեքները պաշտպանելու համար։ Շնորհակալություն, կմաղթեմ ցեզի եւ որպես նախագահ շատ կցանկանամ, որ մեր այսօրվան հաղորդաշարը օգտակար կլար ցեզի։ Հաջողություն մինչև գալ անգամ։